Պարոն Ավանեսյան, եզրափակիչ ելույթ չեք ունենա, հարցի քննարկումն ավարտվեց։ Քննարկում ենք ազգային ժողովի պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Արուսյակ Մանավազյանի ներկայացված կենթայիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցի հիմնական զեկուցող ազգային ժողովի պատգամավոր Մերի Գալստյան, համեցեք։ Շնորհակալություն, ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն ենք ներկայացնում արդեն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվելիք կենթայիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի նախագիծը հարակից օրենքների նախագծերի փաթեթով նշեմ, որ այս ընթացքում մենք բազմաթիվ դիտարկումներ եւ առաջարկներ ենք ստացել թե կառավարության մեր գործընկերներից, թե հասարակական կազմակերպություններից, կենթանապաշտպան անհատ քաղաքացիներից եւ թե մեր գործընկեր падգամավորներից իմի բերելով առաջարկները ամբողջությամբ որոշակի դրույթներ ընդունվել են հեղինակների եւ կառավարության կողմից քննարկմամբ, որոշ առաջարկներ չեն ընդունվել։ Ես որպեսզի շատ ժամանակ չծախսենք, հնարավոր չի լինի այս ընթացքում բոլոր դիտարկումները ներկայացնել, ուզում եմ ընդգծել միայն մեկը, քանի որ շատ մեծ էր աղմուկը նաեւ քննարկումները այն մասին, որ կարող են կենթայիների քնեցման հիմքերը չարաշահվել, որոնք ներկայացված են անասնաբուժության մասին օրենքում, մենք ավելացրել ենք կետերից մեկում ամբուժելի ուրեմն բառը այն կետերում, որտեղ թույլատրվում էր քնեցնել վարակիչ հիվանդություն ունեցող կենթայիներին առողջապական կամ այլ նկատառումներից, վտանգի նկատառումներից ելնելով, ավելացնելով ամբուժելի վարակիչ հիվանդությունների ուրեմն ձևակերպումը, մենք հավելյալ ուրեմն պաշտպանություն ենք ավելացրել կենթայիների քնեցումը թույլ չտալու նպատակով եւ ուզում եմ ասել, որ այս օրենքների նախագիծը ամբողջությամբ ուղղված է կենթայիների նկատմամբ պատասխանատու կենթանասիրական վերաբերմունքի խթանմանը, այս օրենքի ընդունմամբ թափառող կենթայիների համար այսօր պատասխանատու է լինելու պետությունը եւ կենթայիների քանակի կարգավորման մեխանիզմների մեջ օրենքի դրույթներով բացառվում է ոչ կենթանասիրական կամ կյանքի ձրկելու առանց անհիմն պատճառների դրույթները։ Այսքանը։ Հարցեր չեն լինի, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի անդամ Լիլիթ Կիրակոսյանին, համեցեք։ Հարգելի գործընկերներ, տվյալ հարցը եւս քննարկվել է գլխադասային հանձնաժողովում, ստացել է դրական եզրակացություն, ասեմ, որ բավական հանգամանալից է քննարկվել հանձնաժողովում եւ նաեւ կարծիքներն ենք լսել մեր ընդդիմադիր գործընկերների կողմից, հանրային կարծիքները եւս հաշվի են առնվել, ստացել է դրական եզրակացություն, խնդրում եմ, որպեսզի դուք եւս քննարկեք։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանին, համեցեք։ Շնորհակալ եմ, հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, կառավարության առաջարկությունները նախագծի վերաբերյալ ըստ էության ամբողջովին ընդունվել են, թե բովանդակային մասով, թե տեխնիկական խմբագրումների մասով, կառավարությունը եւս ողջունում է նախաձեռնությունը պատգամավորական եւ ըստ էության նախաձեռնությամբ եւ օրենքի ընդունումից հետո կսկսվի իրավաստեղծ աշխատանքը դաշտի ամբողջական կարգավորման եւ հետագա գործողությունների առավել հստակ ժամանակացույցի եւ մեխանիզմների հստակեցման մասով բավականին հավակնոտ նախաձեռնություն է, բայց շատ անհրաժեշտ եւ կարծում եմ աշխատանքի դեպքում ինտենսիվ, նաեւ ազգային ժողովի գործընկերների հետ համատեղ կարողանանք հաջողությամբ իրականացնել ենթաորենսդրական դաշտի մշակումը եւ դրա հետագա կիրարկումը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, մտքերի փոխանակության համար հերթագրում։ Արման Ղազարյան։ Սիրելի հայրենակիցներ, պարոն Թունյան, ճիշտն ասած, ես չի ուզում մտնել այդ դաշտ, բայց որ դուք խոսեցիք, ես էլ պետք է խոսեմ։
Դրա մասին իրավական գնահատականներ սկսած 21 թվականից մինչև օրս դուք փորձում եք տալ եւ տրվել այդ գնահատականը դուք պետք է չտաք։ Ինչ վերաբերում է մանկապարտեզի շենքին, դա մանկապարտեզի շենք չի, ասեմ դուք իմանաք իսկ կտուրած էր ինֆորմացիան, դա չէ գործող մանկապարտեզի հողատարածք է, որը սահմանված կարգով օտարվել է եւ մինչեւ հիմա էլ քննվում է։ Իսկ ինչ վերաբերում նոր կառուցվող մանկապարտեզին, այո դուք ճիշտ եք, դա իմ աշխատած ժամանակահատվածում է Կարծում եք դուք էլ լենթն եք եկեք կտրել մեծ շուկով, ընդամենը գույքի խնդիր պետք է սուբվենցիոն ծրագրով տրված էր, որ պետք է 22 թվականի դեկտեմբերին ավարտվեր, 24 թվականին գույք չէի կարում գույքով ապահովեիք դուք այդ ամեն ինչը։ Այո, դուք ճիշտ եք, ինչ վերաբերում է ջրագծերին եւ մնացածին, դրա գնահատականը տվել է իմ աշխատած ժամանակահատվածում այդ ժողովուրդը։ Եվ ժողովուրդը ելի գնահատական կտա։ Ինչ վերաբերում է Վարդենիսի տարածաշրջանին, դուք Վարդենիսի տարածաշրջանի խնդիրներից ծանոթ չեք։ Իրականում ծանոթ չեք։ Վարդենիսի տարածաշրջանում չկա մի պետական հիմնարկ, որ օպտիմալացրած չլեք, սկսած պաթանոլոգիական լաբորատորիայից, ազնագրային սեղաններից, այս մի տարի, երկու տարի գորում ասում եմ սահմանապահ է դարձրած հրանգործության արդյունքում, թվով 12 բնակավայրական ընդգրկեք այդ ծրագրի մեջ, բախի չեք ընդգրկում այդ ծրագրում։ Ինչա ֆինանսա պահանջում, թե ցերքական նկատառումներով պետք չէ։ Վարդենիսի հիվանդանոց ասում եք կառուցում ենք։ Հողը առանց սեփականության իրավունքի տրված մրցույթ եք հայտարարել վրան եւ մեծ շուկով ասում եք, որ գիտեք, ինչ նախագծման ընթացքում պարզվեց, որ նախագծումից հետո, որ հողը համադրում է մեկ այլ ֆիզիկական անձի սեփականության իրավունքի հետ։ Պետ ռեգիստր չկա տեղ գրանցված, կադաստրի գրասենյակներ չկա։ Գործող կանոնավոր տրանսպորտային միջոց չկա, որ մարդիկ խնդիրներով իջնի Վարդենիս խոշորացած համայնք, նույնը վերաբերել է ճամբարակին։ Եք ցավոտ տանում, եթե քաղաքական գնահատական է տրում։ Եթե ուզում եք անձնական դաշտ մտնենք անձնական դաշտ եւ քննարկենք, թե միջև օրս իմ կառուցվածի լենթերը կտրում եք, չեք կարողանում դեռ ավարտին հասցնել։ Շնորհակալ եմ։ Լիլիթ Մինասյան։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, բավականին սպասված նախագիծ է հանրության լայն շրջանակների կողմից քննարկված եւ շնորհակալություն եմ հայտնում նախագծի հեղինակներին մանրակրկիտ անդրադարձի համար հնչող մեղադրանքներին։ Տիկին Գալստյան, քանի որ երկրորդ ընթերցում էր եւ հնարավորություն չկար հարցեր ուղղելու, մի փոքր այս կերպ անդրադառնամ ձեր եզրափակիչի ելույթում, կխնդրեմ այս հարցերի մասով նախագծի շրջանակներում արձագանքեք։ Առաջինը կենդանիների ապօրինի վաճառքին է վերաբերվում, ինչ լուծումներ ենք տվել այս մասով, որովհետև այժմյան կարգավորումներով վարչական տուգանքներ են, բայց նույն մարդը, նույն տարածքում, Երևան քաղաքում շատ բանուկ հատվածում կենդանիների վաճառքով է զբաղվում կամ կենդանիների այլ նպատակներով օգտագործման, որոնք կարող են նաև վնաս տալ տվյալ կենդանուն։ Երկրորդ հատվածը դա հասարակական կազմակերպությունների վերահսկողությունն է տվյալ նախագծի շրջանակներում։ Գիտենք, որ համայնքներին տալիս ենք լիազորություններ, համայնքները դեռևս չունեն հնարավոր գործիքակազմեր այդ լիազորությունները օգտագործելու կամ մասնագետների պակաս կա, արդյոք հասարակական կազմակերպություններին տրված է հնարավորություն վերահսկողություն իրականացնելու այս շրջանակներում եւ երրորդ հարցս ստերջացման թերացումներն են, որովհետև այս շրջանում համայնքները որպեսզի կարողանան կառավարել թափառող կենդանիների աճը տվյալ համայնքում ստերջացման են գնացել, բայց ունենք դրվագներ եւ կարծեմ, չգիտեմ, քրեական վարույթի տակ գտնվող գործեր, որոնք որ ապացուցում են, որ որոշակի համայնքներ այդ ստերջացումները իրականացրել են թերացումներով եւ օրինակ հղի թափառող կենդանի կա, որը ստերջացված է։ Այս մասով արդյոք կան նախագծում կարգավորումներ, շնորհակալություն։ Զարուհի Բաթոյան։ Սիրելի քարտուղարություն, միացրեք։ Խնդրեմ Տիկին Բաթոյան։ Շնորհակալ եմ։ Ես եւս ուզում եմ շնորհակալություն հայտնել հեղինակներին նախագծի քննարկման համար։ Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում մենք հատկապես ուշադիր կարդացել ենք եւ լսել ենք բոլոր այն քննադատությունները եւ առաջարկները, որոնք եղել են հատկապես կենդանասերների կողմից։ Ես ինքս առաջարկների փաթեթ եմ ներկայացրել, լսելով հատկապես նոր կինոլոգիա հասարակական կազմակերպությանը եւ շնորհակալ եմ հեղինակներին եւ կառավարության մեր գործընկերներին իմ առաջարկը ընդունելու համար, որը վերաբերում էր
տեսանկարահանման սահմանափակումներին առաջին ընթերցման ժամանակահատվածում մի կարգավորում էինք ընդունել, որը կանոններ էր սահմանում, ինչը ըստ էության դժվարացնում էր տեսանկարահանման եւ հետեւաբար նաեւ հանրային վերահսկողության գործիքը։ Իմ առաջարկով այս կանոնը հանվել է նախագծից, հետեւաբար մենք այս սահմանափակումները չունենք, որովհետեւ ես կարծում եմ, որ ամենակարևոր գործիքը միևնույնն է վերահսկողության մնալու է հենց հանրային վերահսկողությունը, այդ թվում բոլոր չարգելված միջոցներով։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ այս քննարկումները ունենալու համար եւ ուզում եմ նորից վստահեցնել բոլոր մեր հասարակական կազմակերպություններին, փորձագետներին, կենթանասերներին, որ օրենքը նոր ենք ընդունում եւ իհարկե դրանից հետո նոր գործընթացների սկիզբ է դրվելու։ Հետևաբար մենք շարունակելու ենք պատրաստակամորեն աշխատել բոլորի հետ, որպեսզի թե կառավարության համապատասխան որոշումները եւ կարգերը ընդունվեն, թե նաեւ անհրաժեշտության դեպքում իհարկե մենք համատեղ վերանայենք օրենսդրությունը եւ սա եւս մեկ շատ լավ օրինակ է հանրային փորձագիտական դաշտի հետ համագործակցության։ Շնորհակալ եմ։ Արման Եղոյան։ Շնորհակալություն Տիկին Գալստյան, առաջին ընթերցումից հետո եւ դրա ընթացքում ես երկու քննադատություն տեսա այդ ուրեմն կենթանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից, մեկն այն էր, որ օրենքում հստակ չի ամրագրվում, որ ես ասում եմ ինչ լսել եմ եւ դա պիտի ասեմ։ Հա։ Պարոն Եղոյան, ինչ բարձր խոսեք։ Հա, ձայնս քաշված է։ Մեկն այն էր, որ օրենքում ըստ իրենց հստակ գրված չի, որ քննեցումը չի կարող օգտագործվել որպես պոպուլյացիայի կարգավորման միջոց եւ թեև դուք բացատրեցիք, որ դա չի նշանակում, որ այն կարող է օգտագործվել որպես պոպուլյացիայի կարգավորման միջոց, բայց այնուամենայնիվ հնչեց իրենց կողմից պատասխան, որ եթե դա հստակ չգրվի, կարող են տեղի ունենալ չարաշահումներ, եթե դուք իսկապես չեք պատրաստվում դա օգտագործել կամ թույլ տալ, որ դա օգտագործվի որպես պոպուլյացիայի կարգավորման միջոց, հստակ սևով սպիտակի վրա դա գրեք։ Արդյոք հիմա այս անգամ դա գրվել է թե չէ, այն հստակությամբ, որ այդ կազմակերպությունները պահանջում էին, եւ երկրորդ իրենք խոսում էին կացարաններում հասարակական կազմակերպությունների վերահսկողության մեխանիզմների մասին, իրենց հասանելիություն տրամադրելու մասին, արդյոք այս հարցը հասցեագրվել է թե չէ, արդյոք իրենք մի խոսքով արդյոք իրենք ստացել են այն, ինչ ուզում էին, որ ստանալ, անկախ նրանից, թե մեզանից ով դա ոնց կմեկնաբանի, ըստ ձեզ իրենք գոհ են այս երկրորդ տարբերակի խմբագրմամբ, թե ոչ, շնորհակալություն։ Բաբկեն Թունյան։ Տիկին Գալստյան, կներեք էլի ձեր նախագծի մասին չեմ խոսելու, ափսոս գնաց պարոն Ղազարյանը։ Գիտեք, մեր ընդդիմության հիմնական խնդիրը այն է, որ իրանք ինչ-որ բաներ են անում, մեր հայրենակիցներին, չգիտեմ, գիտակցաբար թե չգիտակցելով վիրավորում են, հետո զարմանում են, թե ինչու եղավ այնպես, ինչպես եղավ։ Այսինքն, եթե մարդիկ գալիս են հանդիպման, իրանց խնդիրներով կամ իրանց գնահատանքի խոսքերով հանդիպում են մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներին, դա իրենց պատկերացումներով պիտի անպայման ուղղորդված լինի կամ պիտի հարկադրանքով լինի, որովհետև իրեն ժամանակ երևի այդպես էր։ Ինչ վերաբերվում է մանկապարտեզին, որ ասում են ես եմ կառուցել, նախ պարոն Ղազարյանը ինքը չի կառուցել, դա կառուցվել է համայնքի կողմից կառավարության սուբվենցիոն ծրագրերով, այսինքն նշանակում է կառավարության մեծ աջակցությամբ եւ նշվեց, որ ամեն ինչ արվել էր մնում էր միայն գույքը 2022 թվականի ռեպորտաժ կար, որ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, պարոն Ղազարյանը այդ ժամանակ արդեն падգամավոր էր։ 2019 թվականին է մեկնարկել այդ ծրագիրը եւ եթե մարդիկ այդքան շատ էին մտածում, այդ մյուս շենքը, որը ժամանակին ասեմ օտարել են ու տվել են Վիվասելին, կարող են այդ գործակի փոխարեն մի քիչ ավելի շատ ջանքներ դնեն ու նոր մանկապարտեզներ կառուցեն։ Իսկ ինչ վերաբերվում է իրավական բնույթի գնահատականը, ես ոչ գլխավոր դատախազն եմ, ոչ դատավոր եմ,
եւ մարդկանց անմեղության կանխավարկացնել հարգում եմ, դրա համար ուղիղ մեղադրանք թեր չեմ հնչեցնում, բայց պարոն Ղազարյանը հաջորդ անգամ որը Սամբյոնին մոտենա, թող պատասխանի, թե եթե ինքը ոչ մի բան չի խախտել, ինչի համար է մի քանի միլիոն դրամ վերականգնել պետական բյուջե կամ համայնքային բյուջե։ Շնորհակալություն։ Վահե Ղալումյան, հանում եք։ Սերգեյ Բագրատյան, այստեղ չէ։